Սևանում 19-ամյա զինծառայողի սպանության մեղադրանքով 2 մարդ կալանավորվել է։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը։ Օրերս սպանված Արամ Խաչատյանը պայմանագրային զինծառայող էր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան զանգահարել եւ կանչել էին Սևան, եկել էր հանդիպման եւ առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակով հարվածել էին։ Պարոն Թևոսյան, մի քիչ խոսենք փոսալցումից։ Երևանի խոր փոսերն առանց բիտումի ասֆալտապատելու սկանդալը այսօր քննարկվել է քաղաքապետարանում։ Տիգրան Ավինյանը արդարացել է, թե տեղի է ունեցել մեջբերում անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք։ Բալահովիտ 1 ընկերությունը, Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ-որ մի բան պակաս անելու է, անպայմանորեն, ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին, բայց ասենք շին բարեկարգում են, նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած, ասենք օրը ցերեկով այդ չնշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի, տենա ինչ են անում։ Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացրել ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք նշել են, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերը նվազել են։ Դա պայմանավորված է աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ։ Բուժաշխատողներից մեկն ընդգծել է, որ կողմ են ապահովագրությանը, սակայն համակարգը ներդրվել է բազմաթիվ իրավական ակտերի բացակայությամբ եւ դեռևս նախագծային փուլում։ Իսկ բուժաշխատողների աշխատավարձ չստանալը, չհաշվարկելը կամ թերի հաշվարկելը հենց այս բացերի հետևանքն են։ Բժիշկները ստացել են իրենց առաջի ապահովագրության ներդրումից հետո աշխատավարձը բավականին ցածր թվերով եւ ուշացումով։ Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30% ցածր աշխատավարձներ, իսկ պոլիկլինիկաներում, այսինքն արտահիվանդանոցային բժշկական ծառայությունում մոտավորապես 2 անգամ, 2-ից 3 անգամ երբեմն ցածր եւ այս կառույցում ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը։ Ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել ազգային ժողովի նախագահին եւ բոլոր խմբակցություններին, պահանջելով թեմայի վերաբերյալ լսումներ կազմակերպել։ Առողջության ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Իրանի մի շարք խոշոր քաղաքներում ուսանողները դուրս են եկել փողոց հարգելու հունվարյան հուզումների ժամանակ զոհվածների հիշատակը եւ հնչեցրել հակակառավարական կարգախոսներ։ Սրան զուգահեռ Պարսից ծոցում ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը։ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ մեջբերում սարսափելի հետևանքներով, եթե Իրանը չհամաձայնի միջուկային նոր պայմանագիր ստորագրել։ Թեև Թեհրանը հայտարարում է, որ չի ընկրկի ճնշումների առաջ, այնուամենայնիվ կողմերը պատրաստվում են այս հինգշաբթի Ժնևում անցկացնել բանակցությունների 3-րդ փուլը։ Թեհրանը փոխզիջումային քայլ է համարում հարստացրած ուրանի մի մասը արտերկիր ուղարկելու տարբերակը պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Մեքսիկայի ավելի քան 5 նահանգում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել երկրի խոշոր թմրակարտելներից մեկի առաջնորդի հնարավոր սպանության մասին լուրերից հետո։ Խալիսկո նահանգը դարձել է անկարգությունների էպիկենտրոնը։ Գվադալախարա քաղաքում ցուցարարները մեքենաներ են հրկիզել եւ մի շարք թաղամասեր ու մայրուղիներ արգելափակել։ Սպանության մասին դեռևս մանրամասներ չեն հայտնել։ Նեպալի կենտրոնական հատվածում ուղևորատար ավտոբուս է ընկել գետը։ Դեպքի հետևանքով 18 մարդ զոհվել է, 26-ը վիրավորվել։ Ավտոբուսում եղել է ավելի քան 40 ուղևոր։